Անցնող 8 տարիներին 35-ից 40% գնաճ է գրանցվել պարենամթերքի ու այլ առաջին անհրաժեշտության մթերքի շուկայում։ 2018 թվականին իշխանության գալով Նիկոլ Փաշինյանի թիմը խոստանում էր տնտեսական հեղափոխություն, մենաշնորհների վերացում, ազատ մրցակցություն եւ քաղաքացիների կյանքի բարելավում։ Սակայն 8 տարի անց պաշտոնական թվերը ցույց են տալիս այլ պատկեր։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի սպառողական գների ինդեքսի տվյալներով 2018-ից մինչև 2025 թվականը առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ ոչ միայն չեն էժանացել, այլ թանկացել են տասնյակ տոկոսներով։ 2018-ից 25 թվականների գնաճը հաց եւ ձավարեղեն շուրջ 40% աճ, միս մոտ 35-ից 40% աճ, կաթ, պանիր, ձու մոտ 30-ից 35% աճ, բուսայուղ եւ ճարպեր ավելի քան 55% աճ, մրգեր շուրջ 35% աճ, բանջարեղեն մոտ 45% աճ, շաքար, մեղր, քաղցրավենիք շուրջ 25-ից 30% աճ, սուրճ, թեյ, կակաո ավելի քան 40% աճ։